2025 թվականի նորագիր նյուզը ձեզ է ներկայացրել աշխարհում տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները։ Դրանցից շատերը զավեշտալի էին, տարօրինակ, առաջին հայացքից անհնարին թվացող, սակայն հենց այդ անկախատեսելիությամբ էլ կարողացել են հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում։ Ձեզ ենք ներկայացնում այն հոլովակները, որոնք ամենաշատն են գրավել ձեր սրտերը եւ լայն արձագանք ստացել սոցիալական հարթակներում։ Մասնագետ ամերիկացի Թիմ Ֆրիդը 20 տարի շարունակ կամավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի ավելի քան 200 խայթոցների եւ մոտ 700 թույնի ներարկումների, նպատակ ունենալով ստեղծել համընդհանուր հակաթույն։ Նրա տարօրինակ փորձերը սկսվել են մահվան սահմանագծին հայտնվելուց հետո, երբ թիմի վրա հարձակվել են 2 կոբրաներ եւ միայն հրաշքներ նրան փրկել։ Ողջ մնալուց հետո նա որոշել էր, որ ինքն ունի սուպերանձր մխելիություն եւ մեկ այլ խայթոցից երբեք չի մահանա։ Սակայն այս ճանապարհը նրան տարավ շատ ավելի մեծ արդյունքի։ Ժամանակի ընթացքում նրա օրգանիզմը զարգացրեց դիմադրողականություն թույնի հանդեպ, իսկ արյունը վերածվեց համընդհանուր հակաթույնի, ունակ չեզոքացնելու տարբեր տեսակի օձերի թույները։ 13-ամյա դպրոցական աղջիկը մահացել է էլեկտրահարման հետևանքով, երբ խաղալիս է եղել ջրով լցված շատրվանում։ Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդմամբ երեխան ջրի մեջ է եղել իր հասակակիցների հետ, երբ հանկարծակի ստացել է էլեկտրական ուժեղ հարված։ Ականատեսների խոսքով աղջիկը կորցրել է գիտակցությունը եւ ընկել ջրի մեջ։ Անցորդները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն նրանք եւս էլեկտրահարվել են։ Միայն էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո է հաջողվել նրան դուրս բերել եւ առաջին օգնություն ցուցաբերել։ Շտապօգնության եւ վերակենդանացման ծառայությունները տեղում արձանագրել են աղջկա մահը։ Սանկտ Պետերբուրգում մի դեռահաս երեխա շանհեց զբոսանքից վերադառնալիս մուտքի մոտ սպասում էր վերելակին, երբ նրա շունը հաչել է անցնող աղջկա վրա։ Սա զայրացրել է մոտակա ագրեսիվ տղամարդուն։ Տղամարդը խորհրդակցել է երեխայի հետ եւ առաջարկել բռնել շանը։ Արդյունքում նա բռնել է կենդանու վսկապը եւ նետել պատին։ Շան տերերը ոստիկանություն են դիմել դեպքի առթիվ։ Տեխասում մի տղամարդ կերակրել է իր տան բակում հայտնված միայնակ եղնիկին, իսկ հաջորդ օրը կենդանին վերադարձել է արդեն իր ընկերների հետ։ Լուսանկարը տարածվել է սոցիալական ցանցերում օգտատերերի հիասմունքին արժանանալով։ Հարավային Աֆրիկայում անցկացվող բարեգործական միջոցառման ժամանակ ուժեղ քամու հետևանքով չամրացված Սատկոտող ամրոցը օդ է բարձրացվել մոտ 12 մետր բարձրությամբ։ Դրա մեջ նաև երեխաներ կային։ Երեխաներից մեկը ընկել է գետնին հենց թռիչքի պահին, իսկ մյուսը անմիջապես նրա հետևից։ Երկուսն էլ շտապ տեղափոխվել են հիվանդանոց։ Բժիշկների տվյալներով մեկի մոտ արձանագրվել է գանգի կոտրվածք, իսկ մյուսի մոտ ձեռքի կոտրվածք։ Արտառոց միջադեպ է տեղի ունեցել։ Շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել տղամարդուն, սակայն անձնակազմը դա չի նկատել եւ շարունակել է ընթացքը։ Տուժածը մնացել է մեքենայի տակ գետնին ընկած, մինչև շտապօգնության աշխատակիցները կանգնեցրել են մեքենան եւ դուրս եկել։ Միայն այդ պահին են նկատել անցորդին, ով ցավերով գալարվում էր մեքենայի տակ։ Այնուհետև դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանները։ Տղամարդուն առաջին օգնությունն է ցուցաբերվել հենց նույն շտապօգնության անձնակազմի կողմից, իսկ հետո նա տեղափոխվել է հիվանդանոց։ Ռուսաստանցի մի աղջիկ իր սիրելի լաբուբու խաղալիքի համար իսկական օրթոդոնտիկ բրեկետներ է պատվիրել, վճարելով գրեթե 40,000 ռուբլի, մոտ $440։ Նա խաղալիքը տարել է ատամնաբույժի մոտ հստակ պատճառաբանությամբ, հետո ինչ լաբուբուի ժպիտը ծուռ էր։ Սոցիալական ցանցերում օգտատերերը արդեն խաղալիքի ժպիտը համարում են ամենաթանկը։ Համացանցում տարածվել են տեսանյութեր, որտեղ աշխատողները AI-ի միջոցով ստեղծում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերները եւ ուղարկում իրենց տնօրենին։ Տնօրենների արձագանքը հաճախ բավական հետաքրքիր է լինում, ինչն էլ դարձել է օգտատերերի ակտիվ քննարկման թեմա։ 32-ամյա Յուրինա Նոգուչին ամուսնացել է իր վիրտուալ փեսացուի հետ, արհեստական բանականության միջոցով ստեղծված Լունե Կլաուս Վերդուրի հետ։ Արարողությունը կայացել է լրացված իրականության ակնոցների միջոցով։ Նոգուչին տեսել է թվային փեսացուին եւ հագել հարսանեկան զգեստ։ Նրանց պատմությունը սկսվել է խորհրդատվությունից ChatGPT-ի հետ, որը հետագայում վերածվել է օրական տասնյակ հաղորդագրությունների փոխանակման եւ թվային կերպարի ստեղծման։ Դե ինչ, վստահ ենք 2026 թվականը լինելու է ել ավելի հագեցած։ Շարունակեք հետևել մեզ բաց չթողնելու ոչ մի կարևոր պատմություն։